Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, եթերում Փարոս հեռուստացրագիրն է։ Հարգելիներս բոլորս միասին ուշի-ուշով հետևում էինք Հայաստանի ուրեմն ներքաղաքական իրավիճակին, այնտեղ ուրեմն ազգային ժողովի ընտրություններն էին տեղի ունենում եւ բոլորս սպասում ենք թե ինչպիսի արդյունքներ պետք է ուրեմն ունենանք։ Ունեցանք արդյունքներ, այսօր կարող եմ ձեզ ուրեմն հայտարարել նախնական արդյունքները, որոնք որ ըստ կենտրոնական ուրեմն հանձնախմբի տվյալների, որոնք որ 135 տեղամասերից էին հավաքված, հիմնականում ունենք հետևյալ տպավորությունը կամ հետևյալ ցուցանիշները։ Բարգավաճ Հայաստանը ուրեմն ընտրողների 21.65%-ներ վերցրել, Ժառանգությունը 1.95%, Հայ ազգային կոնգրեսը 2.56%, Հայ-Հեղափոխական դաշնակցությունը 5.13%, Դեմոկրատական կուսակցությունը 0.14%, Կոմունիստական կուսակցությունը 0.70%, Հանրապետականը 63.37%, Միավորված հայերը 0.15% եւ Օրինաց երկիր կուսակցությունը 4.35% ուրեմն տոկոս։ Կրկնում եմ, սրանք նախնական տվյալներն են եւ այս երկու օրերի ընթացքում ավելի կստականա թվերը եւ պատկերը ամբողջովին པարզ կլինի այսօր։ Ինչպես ընտրությունները տեղի ունեցավ, սա արդեն հարցի երկրորդ դերեսն է։ Բոլորս մանավանդ վերջին այս ամսվա ընթացքում հետևում ենք մեր մեդիային, մամուլին եւ բոլորը փաստորեն խոստումներ են տալիս, որ պետք է լինի թափանցիկ ընտրություններ, նորմալ ընտրություններ, բոլորս ուրախացանք, որ մի քանի կուսակցություններ միացան, կազմեցին ուրեմն շտաբներ, ձևավորեցին խմբակցություններ, որպեսզի նորմալ ընտրություններ տեղի ունենան։ Սակայն նորից ըստ հավաստի աղբյուրների տեղի են ունեցել ոչ արդար ընտրություններ կամ ունեցել են բազմաթիվ խախտումներ, որոնց թիվը գրանցվում է մոտավորապես ուրեմն 1000-ի։ Ընտրակաշարք եւ ճնշումներ, ուրեմն ճնշման դեպքեր տեղի են ունեցել 280 դեպք, ընտրացուցակների հետ կապված 153 դեպքեր, քվեարկության ընթացակարգի խախտում 128, քվեարկության օրվա հասարակական կարգի խախտում 133։ Ինչու եւ ինչպես գնահատականը թողնում եմ ձեզ, բայց ամենակարևորը, որ ուզում եի այստեղից հնչեցնեի, մի նորություն այս ընտրակեղծիքների կամ խախտման մեջ, որ այս տարի գրանցվեց, դա թանակի ցնդումներ, ինչպես ասում էին մեր հայրենակիցները։ Ուրեմն, երբ որ կնքում էին, այդ թանակը հանկարծ 1 ժամ հետո ցնդվում էր եւ հնարավորություն էր ստանում տվյալ ուրեմն ընտրողը մի քանի անգամ շարունակել ընտրությունը եւ մի քանի ժամ հետո նոր կարողացան ուրեմն համապատասխան մարմինները ուշադրություն դարձնել, որ ինչ է տեղի ունենում։ Ինչևէ, այսօրվա մեր հիմնական նյութը պետք է լինի Հայդատի ուրեմն թելեթոնը, ուզում եմ անցնել հիմնական նյութի։ Ինչ այնտեղ տեղի ունեցավ, թողենք այնտեղի վրա եւ թողենք մնացած գնահատականները ձեզ։ Այժմ կխնդրեմ մեր ռեժիսորից, որպեսզի Հայդատի թելեթոնի ուրեմն տեսանյութը սփռի մեզ ձեզ, որից հետո սիրով կներկայացնեմ մեր հյուրին եւ կշարունակենք այսօրվա մեր բուն նյութը, ինչի մասին է լինելու։ The legacy of High Tide in the 21st century is one of traditional principled activism that we've always relied on so heavily in our communities. The community can always count on the ANC taking on the toughest issues. Thomas Jefferson noted, in matters of style, swim with the current. In matters of principle, stand like a rock. 2011 was special because it saw the realization of a significant goal by the ANCA. The goal of returning property stolen by the Ottoman Turkish government during the Armenian genocide to their rightful owners. And shortly thereafter, Hillary Clinton, the Secretary of State of the United States, affirmed that the United States government was going to pressure the Republic of Turkey to return all religious properties that were stolen after the Armenian genocide. This past summer, when Francis Ricciardone, U.S. ambassador to Turkey, falsely claimed that most of the thousands of churches whose congregations were exterminated during the Armenian genocide continue to operate today, the ANCA Western region worked with our friends in the U.S. Senate to call them to task. Our success is measured in Ricciardone's revised responses and the subsequent call by the U.S. State Department for Turkey to improve its efforts to address this cultural fallout of the genocide. A few months ago, the Ottoman military marching band
planned a march right through Hollywood, California, a mile away from Little Armenia. When word got out, the ANCA mobilized its forces, its people, its relationships, and did everything that it could to make sure that that march does not happen in our backyard, and it didn't. In light of his April visit and his promise as senator and as candidate to recognize the Armenian genocide, the ANCA Western Region invited President Barack Obama to the Armenian Genocide Martyrs Monument in Montebello, California, to pay his respects. He refused. Mr. Obama, keep your promise, recognize the genocide. The ANCA Western Region works tirelessly to connect our community with those elected to represent us in the halls of power. This year, United States Senator Dianne Feinstein visited the monument and paid her respects to the 1.5 million martyrs of the Armenian genocide. The greatest feeling is when you overhear an elected official explain the value and success of the ANCA to others. Throughout the years, with the support of the Western Region Office, the local chapters have expanded their reach in countless community service initiatives that affect the daily lives of the particular communities that they serve. The ANCA Western Region Executive Internship Program is one of the best ways for youth to get involved in not only the ANCA, but also in politics and the community at large. I began as a Western Region intern. Then I moved on to do the Leo Sarkisian internship in Washington, D.C. I joined the ANCA Western Region internship because I wanted to know more about what a grassroots organization does and expand my definition of what High Todd is. I got involved first here in the Western Region as an intern, and from there I moved on to the Leo Sarkisian internship in Washington, D.C., and it was one of the best experiences I've ever had. The ANC Western Region has organized the ANC Grassroots Conference this year for the first time. It's a one-of-a-kind event in our community that brings together activists, our grassroots, from all walks of life and all ages to come and hone their leadership skills, to take those skills back into their local communities and into their organizations, and to learn ways to advocate for the Armenian cause. I'm actually from Canada, Toronto. I'm really happy to be here. I'm from Utah, and I came with my brother independently, and it's a wonderful get-together and occasion, and I hope they put on more in the near future. It was a really interesting mix of people. It wasn't just young people. We often think it's the young people who need the inspiration, but there were older people there too. I found that interesting. We really brought recognition to the genocide and to promoting education through the arts. It's not very often that we get to exchange these kind of ideas. The grassroots are our strength, and bringing them together and sending them out as soldiers in the fight for the Armenian cause is exactly what we're doing, and we're very excited at the success of this conference. High Todd continues to be a source of our inspiration, our energy, and our power as a people. Members of High Todd come from all different walks of life: professionals, students, families, volunteers. All of this team together is what makes the ANC and High Todd such an effective force in our communities. Հարգելիներս նյութից եւս հասկացաք, որ այսօրվա մեր հիմնական նյութն է լինելու Հայ Դատի տելեթոնը 2012 թվականի եւ այսօր մեր տաղավարումը մեզ հետ է գտնվում ուրեմն դոկտոր Վիգեն Հովսեփյանը, որը երկար տարիների հասարակական քաղաքական գործունեության ուրեմն փորձ եւ կենսագրություն ունի, ինչպես նաեւ երկար տարիներ եղել Հայ Դաշնակցության բյուրոյի անդամ։ Բարի օր, դոկտոր։ Շնորհակալություն նախ եւ առաջ հրավերք ընդունելու համար եւ ուրախ եմ տեսնելու ձեզ Փարոսի տաղավարեն ծիրեններս։ Դոկտոր Հովանես Հովսեփյան, գիտեմ, որ դուք եք գլխավորողներից մեկն էլ դուք եք այս տելեթոնի եւ մեր համայնքը ինչ որ միջափով գիտի Հայ Դատի գործունեության վերաբերյալ, նրա ուրեմն յուրաքանչյուր անգամ երբ որ Հայ Դատից հյուր ենք ունեցել այստեղ, Հայ Դատը թափանցիկ ձևով ժողովրդի հետ կարողացել հաղորդակցվել, իր աշխատանքները ներկայացնել, ինչպես նաև իր ակնկալիքները ունեցել է ժողովրդից։ Այսօրվա մեր հիմնական նյութը Հայ Դատի տելեթոնն է, նախքան մեր նյութին անցնելը, կուզենայի, որ մի քանի խոսքով ձեր տրամադրությունները հղեիք Հայաստանում տեղի ունեցած այդ ընտրությունների կապակցությամբ։ Նախ շնորհակալ եմ այս առիթի համար, ինձ համար մեծ հաճույք է եւ բադիվ է կալ այստեղ ներկայանալ եւ մեր ասկագիցներուն հետ
բաժնել մտքեր եւ առնչագից դառնալ օրվան նյութերուն հետ։ Գուզեմ ասել, որ ըլլա տելետոնը, բարոջան, ըլլա Հայաստանի ընդրությունները եւ ընդհանրապես մեր բոլոր աշխատանքներու գլխավոր նպատակագետը վերջապես Հայաստանը, մեր ասկը, մեր ամբողջ ասենք իրականությունը հզորացնելն է, այսինքն ավելի բայցար եւ ավելի հզոր աբակամը գերդել է։ Փաստորեն այսօրվան ընդրությունները մեր հույսը այն էր, որ ըլլար այդ թեպի այդ աբական հարաճ խաղացքի արիթ։ Փաստորեն այս դվյալներեն որ կստանանք ըլլա ընդրագեղձիկներու հետ կապված, ըլլա խախտումներու հետ կապված, փաստը այն է, որ խայդարագություն մնե հերթական անգամ, որ դեղի կունենա։ Եվ ցավը, որ ես կսկամ, այն է, որ այդ արիթը, ոսկե արիթը, որ ընդհանրապես ընդրությունները կբարգևեն, որովհետեւ անգյունաթարց արսնակրվի, ինչ որ չափով զանգվածը ինքզինք բարելավե ինչ որ չափով, իրավական որոշ չափով ավելի լավ ունի մեջ տնե, այսօր փաստորեն այդ ոսկե արիթը մեզի անգամ եւս կզլացվի։ Ցավալի է նաեւ անոր համար, որ դվյալ չափի ասկագիցներ նաեւ այս արիթին ագանադես դառնալով պիտի նաեւ հուսախապվին, հուսալքվին եւ ինչու՞ չէ մինչեւ իսկ թիմեն արդակախտի, որովհետեւ պիտի անգամ եւս հասկանան, որ այն արիթը, որուն համար թերևս հույսեր գդած էին, այդ արիթը անգամ եւս իրենց զլացված է եւ պիտի զլացվի։ Ահա այս է ամենացավալի հանգամանքը։ Հզոր Հայաստան, բայցար Հայաստան գերդելու մեր ցկտումներու մեջ այսպիսի ընդրություններ ուղղակի անընդունելի են, ցավալի է, բայց դակավին դվյալները ամբողջական չեն, սպասենք 1-2 օր եւս տեսնելու համար, ստանալու համար լրացուցիչ տեղեկություններ, դվյալներ եւ ապա վստահ եմ արիթը կունենանք վերլուծելու, բայց իմ նախնական տպավորությունները սա ասոնք են։ Փաստորեն դոկտոր Վիգեն, եթե այսպես նույն իշխանությունները կարելի ասել որ պետք է մնան եւ արտագաղթը պետք է շարունակվի։ Արտագաղթը, այսինքն մեր հայրենակիցներից մեծամասնությունը գալու են այստեղ հանգրվանեն Միացյալ Նահանգներ եւ հայդատի արչեւ խնդիրները կարծես թե ավելի է բարթանում այն առումով որ պետք է թե կազմակերպի համայնքի ներսում մեր ժողովրդին, թե ունի բազմաթիվ մարտահրավերներ եւ պետք է առաջին գծի վրա կանգնած դիմագրավի մարտահրավերները մեր թշնամի երկրների ուրեմն լոբի արդյոք դա է հիմնական պատճառներից մեկը հայդատի տելեթոնի։ Այո, որպես սկիզբ հետևյալ ներածագանը ներկայացնեմ, եթե հետևելու լաս մեր ասկային իրականության եւ ընդհանրապես այն արդահայտություններուն, որոնք կկատարվի մեր իրականության մեջ, լա հրաբարակակիրներու կողմէ, լա ղեկավար անձանց կողմէ, կտեսնես, որ միասնականության միտքը գաղափարը կամ միապանության գաղափարը, ասկային միություն, միապանություն ստեղծելու այդ երազը արգա է, միշտ եղած է եւ այսօր եւս ավելի քան երբեք միշտ կա մեր ներկայացուցածի մեջ ամենուրեք ինչ կուսակցությանալ որ պատկանի հայը ինչ երանքի, ինչ հավատքի, ինչ համայնքի պատկանի միշտ ասկային միասնականության գաղափարը իրեն համար սրբության նման մեկ բան է։ Եթե միասնականությունը մեզի համար իսկապես արժեք ներկայացնող հղացք է, գաղափարախոսություն է, ապա ուրեմն պիտի փնտրենք այն ինչը, որ մեր ասկը կմիացնի։ Եվ մեզ միացնողը առավելաբար մի քանի այսպիսի սրբություններ են, մեր հավատքն է, մեր ցկտումն է թեպի ավելի հզոր Հայաստան, ավելի
ամրագայված պետություն, մեր ցկտումն է թեպի ազատագրված Արցախ եւ նաեւ մեր իրավունքներն են աշխարհով մեկ։ Ընդհանրապես այն իրավունքներու ամբողջությունը, բանջներու ամբողջությունը, որ հայտատ կգոչվի։ Ասոր համար է որ հայտադը մեզի կներկայացնի, մեզի համար կներկայացնի սրբությունը այսօր, որուն շուրջ բոլոր հայերը կգնան միանալ, մեկտեղվել եւ ասկի ավելի հզոր ասկիմը աբական հետապնդել։ Թելեթոնը միջոցն է բարձավես, որ գցկտի այն փանագին, որ այսօր աշխարհով մեկ մեր իրավունքները եւ մեր բանջները գեդաբնթե, այդ փանագին ինչ որ միջոցներ դրամատրել, որովհետեւ անհավասար գրիվ է։ Մեկ կողմեն հայտարարի զինվորներուն, մյուս կողմեն մեր հագարագործներուն կամ մեր թշնամիներու ունեցած հզոր փանագի միջև։ Թելեթոնը այդ միջոցն է, որ թեգուզ համեստ, թեգուզ սահմանապակ միջոցներ, նյութական միջոցներ պիտի դրամատրե այդ թեգուզ համեստ, սակայն իսկապես նվիրյալ փանագին։ Հարգելիներս, ովքեր որ նոր միացավ մեզ, հիշեցնում եմ, որ այսօրվա Փարոսի հյուրն է, հասարակական քաղաքական գործիչ դոկտոր Վիգեն Հովսեփյանը։ Դոկտոր, այք ուզենայի որ ավելի փակագծերը բացենք, ավելի լուսաբանենք մեր հանրությանը, թե ինչու պետք է հայ ժողովուրդը վստահի դաշնակցության քաղաքական այս հանձնախմբին, հայդատին, երբ կյանքի կոչվեց հայդատը, ինչ առաքելություններ ուներ եւ միջով օրս ինչպիսի գործունեություններ է իրականացնել կամ ծավալել հայության համար, որոնք կարելի է շեշտել այսօր։ Այո։ Ուրեմն եթե բահմը հետերտանք հետ ցեղասպանության ժամանակաշրջան, ուրեմն նաև խորհրդայնացում, Հայաստանի խորհրդայնացում, փաստորեն քաղաքական աշխատանքը հայկական իրավունքներ, բանջներ հետապնդելու դեղափոխվեցավ փաստորեն Թուրքիի աշխարհ, Սփյուռք։ Եվ Սփյուռքյան զանազան համայնքներու մեջ սկսան հայտարարի հանձնախումբեր գազմվել, որոնց գլխավոր նպատակը եղավ օդարներու մոտ որոշ խնդիրներ տնել եւ որոշ բանջներ հետապնդել։ Գլխավոր անոնցը բնականաբար ցեղասպանության ճանաչման խնդիրներ, բայց ոչ միայն։ Գար Ղարաբաղի իրավունքներու հետապնդում, փաստորեն, որովհետեւ Ղարաբաղ Նախիջևան արդեն ադրբեջանական գազի մեջ ներառված էին սովետական օրերուն Ստալինի, ասենք, դասավորումներով եւ այլ բանջներ։ Ասոնց վրա գուքային ավելնալու այս համասկային տիպի բանջներուն որոշ դեղական գարիքներ է փախած բանջներ։ Օրինակ համար դվյալ համայնքը ըլլա ադիկա Պարսկաստանի մեջ կամ ըլլա արաբական աշխարհի մեջ, թե Ամերիկա, թե Ֆրանսա համայնքը ուներ իրեն համապատասխան որոշ բանջներ։ Օրինակի համար, եթե դվյալ երկրի մեջ հայեցի դասերագության թեմ արգելքներ գտրվեր, հայտարարի հանձնախումբը կներկայանար դեղվույն պետության իր բանջները առաջ քշելով եւ այդ բանջները անշուշտ միայն թղթի վրա ասպես փանացեվելով ներկայացնելով տեղ չես ասցիր, նաեւ պիտի կորզի տնես այլ ճնշման միջոցներ, լոբինգի աշխատանք, ըլլա դիգա տասական լոբին, ինչպես որ մենք կհասկանանք Ամերիկայի մեջ, կամ ասենք ավելի ազատ միջավայրերում մեջ, կամ այլ տեսակի միջոցառումներ, ցույցեր, փողոքի ակցիաներ եւ այլն եւ այլն։ Ուրեմն այդպես սկսավ հայտարարի շարժումը, եկենք այդպես կոչենք, վերջը 40-ական թվականներուն այդ բոլորը եկավ հայ ազգային խորհուրդ անունի տակ Վաշինգտոնի մեջ կազմակերպվելու ինչ որ վերջը արդեն մի քանի տարիներ վերջ
վերացեվագերվեցավ որպես հայտարարի հանձնախումբ։ Շատ բարի։ Դոկտոր, այսօր փաստորեն Թուրքիայի կամ Ադրբեջանի ամպագորգոր կամ սադրանքներից կամ ուրեմն այդ չգիտեմ իր բառով ներկայացնեմ, դրանցից հետո արդեն մեր թշնամի երկրների ղեկավարությունը կամ պետությունը անցան հստակ գործի, այսինքն երբ որ Ադրբեջանը ամպագորգոր հայտարարություններ անում, դրանից հետո հետևեցին իրենց կողմից ուրեմն մեր Արցախի կամ Հայաստանի սահմաններում մեր երիտասարդների, մեր զինվորների փաստորեն մահերը կամ զոհվում են սահմաններում։ Թուրքիան քանի անգամ որ հորդորում էր ինչ-որ մի բաներ, այսօր Միացյալ Նահանգների մեջ այս տարածաշրջանում հսկայական գումարներ են ծախսվում թուրքական լոբին ավելի ակտիվացնելու համար։ Եվ փաստորեն իրենց խոսքից կամ գրեթե կարելի ասել անցնում են գործի։ Մենք այս համայնքում ունենք բավականին շատ ընտանիքներ եւ այսօր այդ ընտանիքների հիմնական թե պահապանը եղել եւ պետք է մնա փաստորեն մնում է Հայդատի հանձնախումբը եւ ինչու՞ չէ նաեւ քաղաքական դաշտում առաջամարտիկի իբրև հանդիսանում է Հայդատի զինվորը եւ կամավորնական այսպիսի գործողությունների համար իրոք գումարներ են պետք արդյոք համայնքը ինչպես պետք է սատար կանգնի կամ մեր հայրենիքը չգիտեմ ինչու չի ուզում այդքան էլ օգտակար լինի կամ սատար կանգնի Հայդատի աշխատանքներին ինչպես է կարողանում այսքան աշխատանքները Շատ կարևոր է, որ ճիշտ հասկանանք հայտարարի առաքելությունը։ Հայտարարի առաքելությունը թեև մեծավ մասամբ կրնալալ ուղղված է մեր տասական հագարագործներուն թեմ, այսինքն Թուրքիա, Ադրբեջան եւ այլն։ Օրին նաեւ Խորհրդային Միության թեմ ինչ որ աշխատանք տարված է։ Սակայն պետք է ավելի լայն առումով վերցնել հայտարարի աշխատանքը։ Նաև պետք չէ հայտարարի աշխատանքը ասելով հասկանալ, որ նաև միայն հայկական ցեղասպանության ճանաչման խնդիր։ Հայտարարի գործունեությունը հայկական իրավունքներու, հավաքական իրավունքներու պաշտպանությունն է, որևէ, ասենք, տվյալ երկրի պետության մոտ։ Անշուշտ այդ աշխատանքներեն գլխավորները ուղղված են մեր հակառակորդներուն թեմ, բայց ոչ միայն, բացատրեմ, ավելի մանրամասնեմ։ Օրինակի համար գրնալալ արդեն լուրերեն տեղյակ ըլլակ, որ ասկե 2-3 տարի առաջ Սանտա Մոնիկա քաղաքի մեջ, այստեղ Լոս Անջելեսի, ասենք արևմուտքը գտնվող Սանտա Մոնիկա քաղաքի մեջ տաքսի վարորդներու մեկ խումբի թեմ, որոնք հայասկի վարորդներ էին, որոշ խտրականության այսպես ոտնձգություն տեղի ունեցավ։ Տաքսի վարորդները միանալով ինչ որ փորձ պիտի ունեին իրենց իրավունքները պաշտպանելու։ Անոնց հասցեն եղավ հայտարարի հանձնախումբը, այսինքն եկան հայտարարի հանձնախումբին թիմելով ասելով որ կրնակ մեզ օգնել, որովհետեւ մենք մեր խնդիրը զանազան թադարաններու ջամփով կամ ասենք pedagogan ջնշումներու ջամփով դեղ հասցնենք։ Եվ հայտարարի հանձնախումբը անցած իրենց թիմումին եւ ուրեմն ղեկավարեց այդ աշխատանքը, առաջնորդեց այդ աշխատանքը, որովհետեւ այդտեղ ասկային խտրականության խնդիր գոյություն ուներ։ Հայերու թեմ, հայ վարորդներու թեմ ինչ որ քայլեր ցերնարգված էին։ Հիմա ասիկա օրինակի համար ոչ Թուրքիայի հետ կապված խնդիր է, ոչ Ադրբեջանի հետ կապված խնդիր է, այլ դեղական մասշտաբով ոտնձգություն եղած է, խտրականություն եղած է, մեր ասկի զավակներուն թեմ ինչ որ քայլեր առնված է։ Գրնար ասիկա ըլլալ մեկ այլ խնդիր, օրինակի համար բարականեր գստանանք, որ դվյալ քաղաքի մեջ, դվյալ վարժարանի մեջ, դպրոցի high school-ի մեջ, դպրոցի մեջ աշակի ուսանողի թեմ խտրականություն գցերնարգվի իր հայ ըլլալուն պատճառով, օրինակի համար։ Ադիգա հայտարարի աշխատանքի օրագարկ է։ Ասալ Թուրքիայի հետ կապ չունի, Ադրբեջանի հետ կապ չունի։ Կամ օրինակի համար նույն այն աշխատանքը, որ գդարվի
կոնգրեսի մեջ, այստեղ, այս երկրի մեջ, կամ վարչագահարքի մոտ, Օբամայի վարչագահարքի մոտ, Հիլարի Քլինտոնի մոտ, որովհետեւ հայկական իրավունքները ավելի ասենք առաջ տարվին անոնց ճամփով։ Այսօրվան լուրերը եթե հետևեցաք Ֆրանսիայի մեջ նախագահական ընտրություններ տեղի ունեցան եւ այդ նախագահական ընտրություններու ընթացքին որոշ ասենք թեմաներ հայտարարի անցախումբը առաջ տարավ որովհետեւ թե Սարկոզին թե Հոլանդը երկու նախագահական տեխնազուներն հայության իրավունքներու պաշտպան հանդիսանան եւ հաջողեցանք այդ գործի մեջ ուրեմն այնպես չստացվեցա որ մեկը կամ մյուսը հայկական իրավունքները պաշտպանեն միայն այլ երկուսը ուրեմն ով որ հաղթական մեջտեղ կար պիտի հայկական իրավունքները ցևով ծառայություն ստանային եթե կարելի է ասպես գոչել ուրեմն ասիկա գսեմ որբեսի ճիշտ ընկալենք ճիշտ հասկանանք որ միայն հագաթուրք քայլ չէ հայտարարի աշխատանքը միայն հագա-ադրբեջանական քայլ չէ թեև այդ կորձունեությունը գլխավոր դեղ կգրավեն հիմա քիչ առաջ քո ակնարկածդ այդ ցևով հագաստեցության կալով ուր թուրքերը եւ ադրբեջանցիները միլիոնավոր դոլարներ կորձի գտնեն որբեսի մեր աշխատանքները հայության աշխատանքները գասեցնեն ցեղասպանության ճանաչման գծով Ղարաբաղյան իրավունքներու գծով եւ այլն բնականաբար ինչպես քիչ առաջ կսեի այս գրիվը անհավասար է որովհետեւ այդպիսի հզոր բեդություններ ըլլա Թուրքիո բարակային ըլլա Ադրբեջանը իր ամբողջ նավթի ասենք եկամուտի ջամփով եւ իր բարեկամներու ջամփով հսկայական բաներ են ասոնք ասենք դեղաշարժներ են երբ Թուրքիո բեդությունը թեմ գտնե քեզի ադիկա արդեն բարձ բան չէ շատ այսպես կարելի չէ շատ արագ անցնել այդ մտքի վրայեն հիմա ասոր թեմ եւ գսեմ հաջողությամբ որտեվ բազմաթիվ հաջողություններ գարցանակրենք մենք այս երկրի մեջ Ֆրանսիայի մեջ այլուր այդ ուժին թեմ հաջողությունը հաղթանակը քեր մարդկային բան է հիմա մեր ասկը պիտի հասկանա այս ուժը մեր ասկը պիտի հասկանա մեր ասկագիցները պիտի հասկանան այս մեր ունեցած հզորության արժեքը Կարելի չէ այսպես ինչպես ամերիկացիները գսեն for granted վերցնել ասեր որ լավ իրենց համար այս դղաները կացած գործեն մեկ բան գնեն եւ այն ոչ պետք է քաչալերել եւ ինչպես պիտի քաչալերել ահա տելետոնը որուն կարելի է արդեն այս ռոբեիսկ միանալ թեև ինքը տելետոնը մայիս 20-ին է բայց մինչ մայիս 20 կարելի է միանալ նվիրել թեգուս $5 թեգուս $10 ավելին շատ ավելի լավ զորակցիլ եւ ասել որ եսալ որպես հայ եսալ որպես ասկային մարդ գին երդասարդ եսալ գամ այս գրվի մեջ եսալ գամ ասպայքարի մեջ ասիկա լավակույն ծևն է տելետոնի ջամփով լավակույն ծևն է մեր քվենդալու եթե գուզեք հայտադի աշխատանքի նսելով որ աբրիկ տղեք լավ աշխատանք է որ գդարեք Թուրքին թեմ Ադրբեջանի թեմ այլոց թեմ եւ ես ալ գամ այս գրվի մեջ ես ալ մասնագից եմ այս գրվին ահա այս է տելետոնը այս միջոցն է որ գստեղծե որ համասկային ջիքերով թեև այս բարակային տելետոնը միացյալ նահանգներու դարածքին է անալ ուզեմ հստակացնել այսինքն Կանադա աշխարհի մյուս համայնքները այս հավաքին մեջ չգան ասիկա զուտ միացյալ նահանգներու դարածքին գդարված ջիկ է Պետական միջոցներ չունենք մենք մեր դրամատրության տակ, ունենք շատ սահմանափակ համեստ միջոցներ։ Մեր միջոցները կդրամատրվին ժողովրդի զավակներու կողմէ։ Ոչ մեկ ուրիշ տեղ։ Ոչ պետական ֆոնդեր ունենք մենք մեր դրամատրության տակ, ցավոք,
ոչ ունենք ասպես միլիոնավոր դոլարնոց ֆոնդեր չունենք այդ բոլորը ունենք ծեր մեր ասկագիցներու զորակցությունը եւ գխնդրենք որովհետեւ դուքալ ծեր գարելին գդարեք մեր ասկագիցները միանան աշխատանքին եւ ինչպես ասի քիչ առաջ ծեր ցայնը միացնեք հայտարարի զինվորներու ցայնին Հիշեցնեմ սիրելի հեռուստատողներ, որ արդեն իսկ տելեֆոնը սկսվել է, ովքեր որ ցանկություն կունենան իրենց ներդրումը ունենան, կարող եք այցելել ուրեմն www.ancatelethon.org կամ զանգահարել 855 208 2622 855 208 2622 Արդեն իսկ հասկացանք, թե ինչու մեր հայ դատի մարտիկները այս ուրեմն ֆլայերների վրա իրենց կոչը այսպես են ձևակերպել հայկական հպարտություն, հզորություն եւ առաջադիմություն Հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ պետք է տելեֆոնը տեղի ունենա հեռուստատեսությամբ Կիրակի օրը, ամսի 20-ին մայիսի 20-ին Կիրակի օրը, Արևմտյան Ամերիկայում 2-ից մինչև 8-ը, Արևելյան Ամերիկայում 5-ից մինչև 10-ը, դուք կարող եք դիտել Շանտ ARTN հեռուստակայանով, Հորիզոն հայկական հեռուստակայանով եւ US Armenia հեռուստակայանով։ Հարգելիներ, շարունակում եմ զրույցս դոկտոր Վիգեն Հովսեփյանի հետ։ Դոկտոր, այսօր մեր ժողովուրդը ինչպիսի քաղաքական առաջարկներ եւ մարտահրավերներ ունի։ Ես կսեի, որ ինչպես նախապանի մեջ անդրադարձանք, տուն տեղեկություններ կփոխանցեիր Հայաստանի ընտրություններու մասին, որոնք դեղ ունեցան ամսի 6-ին, այսինքն պաստորեն Հայաստանի մեջ ամսու 6-ին Հիմա արդեն Հայաստան ամսուն 7 տևագողած է եւ այդ ակնարկելով այդ ընտրություններուն նսի որ վերջապես մենք պետք է կարողանանք հզորացնել մենք մեզ որպես ասկ չի սեր միայն որպես հանրապետություն այլ կսեի որպես ասկ որովհետեւ ասկը պետք է որ հզոր մնա որպեսզի նաեւ հանրապետությունը հզոր մնա Եվ ինչ որտեղ նաև ասիկա փոխադարձ իմաստ ունի, որովհետև պետք է նաև հարաբերությունը հզորանա, որպեսզի կարողանա միջոցներ դրամատրել մեր ասկին, որպես համաշխարհային ասկ, որպեսզի մենք կարողանանք հզորանալ եւ այսպես փոխհարստացման մեկ process ստեղծել։ Ասկը, որուն 2/3-ը կապրի Հայաստանեն դուրս, մեկ կողմեն կարողանա նպաստել Հայաստանին, իսկ Հայաստանը կարողանա տալ ամեն ինչը, այն ենթագայական ամեն ինչը, դեռ ինչու՞ չէ նաև առարգայական միջոցներ, բայց ամենե առաջ ոգին, ամենե առաջ հույսը նաև կարողանա հասցնել դուրսի մեր ասկագիցներուն։ Հիմա ցավոք մենք այդ ուղղության վրա չենք այսօր։ Հայաստանի մեջ ընտրությունները թերի են, շատ բան կա այնտեղ որ թերի է, սակայն այդ բոլորը ժողովրդի հանցանքը ինչ որ չափով չէ։ Այսինքն ժողովրդի հանցանքն է այնքանով որ կթույլատրե այդ բոլորը որ դեղի ունենան։ Բայց կալով սպյուրքին մենք այդ սահմանափակումները չունենք, սակայն ունենք այլ սահմանափակումներ։ Այսինքն ունենք իսկապես հարուստ իրականություն, առնենք մենք այս Լոս Անջելեսյան իրականությունը, կամ առնենք օրինակ ընդհանրապես ամերիկյան իրականությունը։ Իսկապես որ մենք ունենք միջոցներ, ունենք ցևեր, ունենք գարելիություններ, որ մենք մեր ասկային բանջները շատ հախուռն ձևով արժև տանենք։ Ուղղակի մեզի
գբաքսի հավելյալ գազագերբվածություն եւ միջոցներ։ Հիմա գազագերբվածությունը բնականաբար ինչ որ ջիքերով, ինչ որ աշխատանքով դեղի կունենա։ Կմնա միջոցները։ Եթե մենք մեր մեջքին ունենայինք պետություն, բնականաբար պիտի կարողանայինք շատ ավելի արագ, շատ ավելի աստեցիկ կերպով առաջ երթալ։ Ունենք մեր ժողովուրդը որպես նեցուկ։ Մեր ժողովրդի զավակներ ունենք որպես ուժի աղբյուր։ Հիմա կմնա որ ժողովրդի զավակները սպյուրքի մեջ գտնվին իրենց հանձնառության վրա եւ կան միանալու այս գրվին, որովհետեւ այս գրիվը ոչ մեկի գրիվը չէ, ասիգա ընդհանուր ասկային գրիվ է, որ ուղղված է մեր իրավունքները, մեր պահանջները առաջ տանելու։ Այսքան բարձ է։ Յուրաքանչյուր հայ իր կորձը ունի անելիք այդ գրվի մեջ։ Յուրաքանչյուր հայ իր բաժին ունի վերցնելիք։ Ասիկա ոչ մեկի, ոչ մեկ թայֆայի, ոչ մեկ կուսակցության, ոչ մեկ անհադի կորձը չէ։ Ասիկա ամբողջ փովանտակ ասկի կորձն է, հայտադի կորձը։ Եվ ուրեմն մեր ասկագիցները պետք է որ իրենց մասնակցությունը բերեն։ Ադիգա ըլլա փողոքի ակցիաներում ասկազմելով, ադիգա ըլլա նմանօրինակ տելետոններու, ինչպիսին է հայտադի տելետոնը մասնակցելու եւ միջոցներ դրամատրելով, թափանցիկ է շատ թե գումարները որտեղ է որ կձախսվին։ Պատկերացուցեք ամերիկյան մասշտաբով գազագերբությունները իրենց եկամուտի մոտավորապես 50-60%-ը իրենց ներքին վարչական ռեսուրսներուն վրա կձախսեն։ Հայտադի հանցախումբի բարակային ադիկա 7% է սիրելիներ։ Այսինքն 93%-ը այդ բյուջետին, որ իսկապես որ համեստ բյուջետ է, 93%-ը գերտա աշխատանքներու, որոնք ուղղված են թեպի կոնգրես, թեպի երդասարտություն պատրաստել, երդասարտությունը դեղավորել կոնգրեսի զանազան գրասենյակներում մեջ, պետական զանազան հաստատություններու մեջ, որովհետեւ մեր ցայնը լսելի դառնա նաև այդ ճամփով, այդ քուլիսներու ճամփով։ Եվ գտեսնեք քիչ առաջվա դեսայերիզը որ գեհդեվեի այնտեղ արդեն բարձ էր թե ինչպես երդասարտությունը որ այսօր հասակ կնեդե կպատրաստվի համալսարաններու մեջ քաղաքապարական ասենք պատրաստությամբ արդեն փանակ է դարձած այդ երդասարտությունը պետք է այդ երդասարտության զորավիք կանգնենք սիրելիներ Շատ բարի դոկտոր Վիգեն ունենք հեռախոսազանգեր, եթե թույլ կտակ անցնենք մեր լսարանին։ Հարգելիներս, հիշեցնեմ, որ այսօրվա մեր հիմնական նյութն է հայդատի տելեթոնը։ Հայդատի տելեթոնը, խնդրում եմ շեղվենք նյութից եւ ինչքան հնարավոր է կարճ ձեր հարցը կամ ձեր ելույթը։ Այո, լսում ենք ձեզ, համեցեք։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ողջունում եմ իհարկե ձեր հաղորդումը եւ ես ուզում եմ խնդրեմ, որ իմ խոսքը լսի մեր բոլոր ժողովուրդը եւ ի սատար կանգնի մեզ բոլորից ոչ թե ես ասեմ միայն հայդատի միջոցով մեր բոլորին, մեր հայերին, որովհետեւ ձեր միջոցով ենք մենք կարողանում մեր խոսքը առաջ տանել։ Եվ մի բան ես ուզեմ ասեմ, ես ինքս երաժիշտ եմ եւ երկար տարիներ նվագել եմ հրական խմբում եւ ես ուղղակի զարմացած եմ, մենք տալիս ենք համերգներ եւ այդ ոչ մի համերգի հասույթից ոչ մեկը մի կտոր, մի անգամ փենի չէ վերցնում, այդ ամբողջը գնում է Իսրայելին։ Դա աստված, որ մեր ժողովուրդը ամեն մեկը հասկանա, թե ինչքան կարևոր է, որ մենք կարողանանք մեր միջոցներով, թող լինի $5, թող լինի $100, թող լինի $1000, բայց մենք կարողանանք կանգնենք իդեմ մեր թշնամուն, որը շատ ավելի հարուստ է քան մենք, բայց մենք հարուստ ենք մեր հոգով եւ խնդրում եմ ժողովուրդ, խնդրում եմ բոլորիդ։ Ես շատ սովորական մարդ եմ, ես բոլորին կապչում եմ ոչ մի կուսակցության, ոչ մի ինչ-որ կազմակերպության հետ։ Ես ուղղակի սովորական մարդ եմ, որի ամեն անգամ լսում է ձեր հաղորդումները եւ ես ուզում եմ, որ անպայման հատկապես իմ ամուսինը
ամերիկացի է, հայեր չի։ Շնորհակալություն հարգելիս։ Տողորում այն մտքերով, որ մենք պետք է կարողանանք ինչով կարող ենք օգնել։ Խնդրում եմ այդ $5, $10 անգամ բանի Շարլ Ազնավուրի համերգի ժամանակ Շարլ Ազնավուրը ասեց, անգամ $5-ով եթե դուք միան սուրճ եք խմում, այդ սուրճի փողը տվեք օգնության, Հայաստանին օգնության։ Եվ մի բան ես խնդրում եմ, եթե կարելի է, եթե կարող ենք մենք քիչ ավելի կուսակցություններ ունենանք, որ սապար լինենք մեր Հայաստանին մի թող լինի 2-3 կուսակցություն։ Շատ բարի հարգելի, ժամանակը մեր սպառված է, խնդրում եմ վերջացրեք, ավարտեք ձեր խոսքը։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Պետք է ասել, որ բալո այս մեր ասկագիցը, ստիգինը, հարկելի դիգինը, իսկապես որ այսպես անգեղծ արդահայտությունն է, այն ինչին, որ մենք խոսեցանք, այն ինչի մասին, որ մենք խոսեցանք և ուրախ եմ, որ ինքն ալ մեզի գցայնակցի գմիանա մեր այս թիմումին, իսկապես ես ալ կարիերայով քաղաքական կորձից չեմ, ես ալ իմ կորձս ունեմ առավոտվանից մինչև երեկո, ինձի համար ուղղակի ասիա գամավոր աշխատանք է, ինչպես որ գամավոր աշխատանք է բոլոր այն երդասարտներու կորձը, որ այսօր հայտադի կորձն է, աշխարհով մեկ, բոլոր մայրաքաղաքներու մեջ, բոլոր այն քաղաքներու մեջ, ուր հայտադի անսախումբեր կան, նպաստենք, զորակցենք, որովհետեւ անոնք իրենց աշխատանքը, իրենց այդ զուլալ գրնայիսել աշխատանքը ավելի փայլուն ցեով առաջ տանին։ Բացի դա սիրելի հեռուստատողներ, դուք ինքներդ գիտեք, որ Հայդատի հանձնախումբը դա մեր միակ հզոր հայկական քաղաքական ինստիտուտն է, որտեղից որ կարող են ձեր զավակներն ու երեխաները ուղղակի անցնել աստիճան առ աստիճան մեծ քաղաքականություն։ Այո, լսում ենք ձեզ, համեցեք։ Ալո։ Լսում ենք ձեզ։ Ալո։ Լսում ենք, համեցեք։ Իմ ցանկությունն է, որ մի երկու բառով ուրիշ խոսող կա։ Հեռուստացույցի ձայնը իջեցրեք, խնդրում եմ, ժամանակը շատ սուղ է։ Մենք ձեզ լսում ենք, դուք արդեն եթերում եք։ Հա, մի րոպե, ես իջեցրի։ Շատ բարի։ Բարեբալի Բալաբեկ ջան, եւ մեր վիգեն դոկտորին, ես ուզում եմ ձեզ մի բան ասել։ Ես ինքս դաշնակցականի թոռ եմ, իմ ծնվատորից իմ արյունը դաշնակցական է։ Արդեն 76 տարեկան եմ, բայց Հայաստանի պայմաններում բոլոր ովքեր տանջվել են դաշնակցության համար, ովքեր Սիբիրներում են կյանք անցկացրել, հիմա 70 տարիս այդ բոլշևիկների ձեռը դարձել են ոնց որ խաղալիքներ, չեն հավատում, հավատքը շատ թույլ է։ Դրա համար այսօր ես խոսեցի աղջկաս մոտ, ասում եմ մամա, ես ժառանգության եմ տվել, բալիկ ջան, մեր ամբողջ տողմը դաշնակցական է, դու ինչու ես տվել ժառանգությանը, ասում եմ, որ մամա աստեղի ժառանգություն ոսը թաթալաբազն են, պապիկին չեն նմանվում։ Հիմա իմ խնդրանքը, որպես քույր հաշվեք, որպես մայր, ես խնդրում եմ ձեզ, մենք Ամերիկայում ենք, բայց ոչ մեկը չի ցուցակագրել իրեն կազմված դաշնակցականները իմանան ինչքան ենք մենք ստեղ կանգնած դաշնակցության կողմին։ Մենք կվճարենք ամեն ամիսա, ամեն տարիա, որ թող հավաքվի այդ դրամը, ոչ թե մի օրով ինչ որ հավաք կազմակերպվի, բայց չեն հետաքրքրվում, ով ինչպես է, ես լեզուն չգիտեմ, ոչ մի բան չգիտեմ, բայց իմ պապս ամբողջ դրոյի հետ, կարոսացունի հետ, բոլորի հետ երեխաները, անտեր թողացին գմանդր երեխաները, կռվել է մինչև վերջ, և Սիբիրում է մահացել։ Ես պապ չեմ տեսել, մի տարեկան եմ եղել։ Դուք հասկացեք, Հայաստանում դաշնակցությունը չի կարա հավաքի ձայն, որովհետև դրանք քար են դարձել արդեն։ Նրանց այնպիսի այրուն են սրսկել բոլշևիկյան, որ են ամենաթուն դաշնակցականի 1000-ից մեկն է գնում դաշնակցությանը։ Հասկացանք, հարգելիս, հասկացանք։ Շնորհակալություն ձեր խոսքը։ Ուղղակի նենց գործեր կատարեք, որ ճիշտ ճանապարհ բռնեք։ Շատ բարի։ Շատ շնորհակալ եմ Բալաբեկ ջան, քեզանից եւ ձեր հյուրից էլ, ու ես ուզում եմ որպես դաշնակցականի թոռ ուզում եմ, որ բարգավաճի իմ այդ հայրենասեր ժողովուրդը, որ իր կյանքը խնայ հայրենիքի համար։ Շատ բարի հարգելիս, մեր ժամանակը արդեն սպառվեց, ներողություն խնդրում, պետք է անջատեմ։ Հիմա գիտեք, թեև ժամանակը սուղ է, բայց ես կուզեմ շատ արագ անդրադառնալ այս մեր ասկակցի արդահայտության։
Դաշնակցությունը սիրելի ազգագից, սիրելի համագիր մեկ է, աշխարհով մեկ գաղափարախոսության հետամուտ է, մեկ նպատակի հետամուտ է։ Հիմա յուրաքանչյուր բնականաբար աշխարհագրական պայման իր նաև թելատրանքները կկատարի։ Հիմա այստեղ մենք մեր աշխատանքը հայտարարի գծով մեր գործունեությունը առաջ տանելն է հայկական բանջարդիրությունը մեկ քայլ առջև տանելու, որովհետեւ հզոր Հայաստան, հզոր ազգ մեջտեղ բերենք։ Ահա մեր նպատակը այդ է եւ միասնականություն ստեղծել է։ Ցավոք, եթե այսօր հայաստանյան իրականության մեջ կամ ընտրություններու ջամփով ինչ որ դեղքայլ կգադարվի, բնականաբար մեր ազգագիցները այնտեղ պետք է որ ոտքի կանգնեն եւ ինչ որ քայլեր վերցնեն, սակայն նաեւ մենք մեր ղարքին այստեղ պետք է որ մեզի բաժինին գազը վերցնենք եւ զորակցենք հայտարարի հանցախումբերուն, հայտարարի տելետոնին, որբեսի կարողանանք ապահովել այն աբական, որուն համար թուն եւ ես եւ բալոն եւ բոլորս կցկտենք։ Շնորհակալություն դոկտոր, շնորհակալություն ձեզ սիրելի հեռուստատողներ։ Ինձ մնում է ընդհանրապես միայն ասել, որ ովքեր որ ուզում են հայկական հպարտություն ունենան, հզորանան եւ առաջադիմեն այս երկրում, պետք է իրենց ներդրումը, լուրջ ներդրումը ունենան հայ դատի տելեթոնին։ Մնացեք բարև, կհանդիպենք հաջորդ կիրակի։ Ցտեսություն։